ուրախ եմ, հպարտ եմ, որ ծագումով նոյեմբերյանցի եմ, պատմական Կողբափոր գավառից եմ, Կողբ գյուղից։ Մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղություն, երջանկություն։ Դժբախտաբար մեր ժողովրդի ստվար հատվածը լքել է հայրենիքը եւ դեգերում է ռուսական անձայրածիր տարածքներում։ Ոչ եմ անում ձեզ վերադառնալ մեր երկիրը եւ շնացնել, քանզի սա աշխարհի ամենագեղատեսիլ անկյունն է։ Հիշեք, որ նոյեմբերյանցիք պատվով պահպանել են պատմական Հայաստանի սահմանը։ Մենք քրից նահանջել ենք ընդամենը 6 կիլոմետր, իսկ հարավում նահանջել ենք մոտ 1000 կիլոմետր։ Եկեք շնացրեք մեր երկիրը։ Ամենայն բարիք ձեզ։ Չբացահայտված Հայաստան նախագծի հաջորդ կանգառը նոյեմբերյան խոշորացված համայնքն է։ Նախ տան տիրոջ հարկի տակ վայելում ենք այս համայնքին հատուկ ջերմ հյուրընկալությունը, լսում սիրո խոստովանություն ուղված համայնքին ու համաքաղաքացիներին։ Այդ մեր սարերն է, հրաշք սարերը, որ նաև սրբատեղիներ ունեն այդ սարերում, չնաշխարհիկ բնություն ունեն, չնաշխարհիկ, ոնց որ մարդ մտած չէ մի բնության մեջ։ Ինչալուց ասեմ, որ նաև նոյեմբերյանում ամենալավ պահպանված անտառներն է հանրապետության, մենք սիրում ենք բնությունը ու հնարավորինս պահպանում ենք այդ բնությունը։ Արսեն Աղաբաբյանը, որ արմատներով կողբից է, իր մտավորական ընտանիքի հետ սերտորեն կապված է հողին ու ջրին։ Ասում է, չի կարող գոյություն ունենալ ավելի կարևոր բան, քան հայրենիքը, սեփական համայնքը, որտեղ ապրելով ու արարելով մենք ամենամեծ ծառայությունն ենք մատուցում մեր հայրենիքին։ Ճիշտ ասած, հիմա մենք նոյեմբերյանը ռեբրանդինգ ենք արել ու անգամ գույնով, զինանշանով, հիմնով։ Համայնքապետարանը այժմ փորձ է անում նոյեմբերյանն աշխարհին ներկայացնել նորովի, անգամ խորհրդանիշներն են փոխվում։ Մենք այցեք արդեն մենք մտածում ենք, որ ձիթապտուղն է, որովհետև իրեմ գիտեք թե չէ, 100-ից ավել հեկտարներով մենք ձիթենի ունենք ստեղ, Զեյթունի մեծ այգիներ ունենք, որ դեռ կոմունիստների ժամանակներից ստեղ այգիներ ա եղել։ Այժմ ձիթենին դարձել է համայնքի խորհրդանիշը, ավելին շուտով նաև ձիթենու փառատոն կանցկացվի, համալրելով մեծ տոնակատարությունների շարքը։ Երևի տեղյակ կունեք, ստեղ մի քանի փառատոններ կազմակերպում ենք, Վարդավառն ենք մեծ կազմակերպում, Կողբում, Կողբ հիմնադրամի միջոցներով եւ նաեւ սեպտեմբեր ֆեստը, Խաշածողու փառատոնը տնականով։ Հիմա ուզում ենք, որ ձիթենու փառատոն կազմակերպենք եւ դա հենց ինքը կլինի նոյեմբերյանի այցեքա։ Կողբում անցկացվող Վարդավառի ֆանտաստիկ փորձառությամբ ձիթենու փառատոնը եւս կդարձնեն սիրված բոլորի կողմից։ Դեռ սրբատեղի ունենք, որ 2000 մետր բարձրության վրա կոչվում է սրբասար, իսկ զիկատար սարոն ենք, որը հանրապետության ամենաբարձր անտառածածկ սարն է, մոտ 1800 մետր բարձրության, դա Կողբում է։ Զիկատար արգելավայրը, որ Հայաստանի 26 արգելավայրերից մեկն է, կրկին գտնվում է նոյեմբերյան համայնքում։ Այստեղ է, որ համադրվում է մարդ-բնություն կատարյալ կապը։ Այստեղ է, որ կարելի է լսել լռության ձայնը, ձուլվել բնության ու խմել երբևէ ամենամաքուր ջուրն աշխարհում։ Թփու ջուր կա այնտեղ, այդ ջուրը հիմա ամբողջ գյուղը ամռանը հերթի տակ կանում, եւ գնաս այնտեղ հերթային ջրի համար։ Պլաստմաս շշերով կանեն, որովհետեւ ինքը չի ճանում, չի դեղնում, նստվածք չի տալի, իր գազը չի կորցնում։ Գիտեք, այսպես նայում ենք, թվում է թե միապաղաղություն է, բայց ամեն մի զորակ ունի իր աղբյուրը, իր միկրոկլիման։ Այս համայնքում մեծ պատկառան կա մեծերի նկատմամբ, ավագ սերնդի խորհուրդներով բոլորն են ապրում։ Մենք չէինք կարող չհանդիպել նրանցից մեկին, ով մեզ հետ կիսվեց համայնքի պատմության կարևոր ու առանցքային դրվագներով։ Շատ հետաքրքիր է մեր անտառային գոտի,
բանը կենթանա աշխարհագրական եւ բուսաշխարհագրական առումով նոյեմբերյանը շփվում է իրանական եւ կովկասյան թագավորությունների հետ եւ այդ երկուսի ուրեմն բուսական ու կենթանական աշխարհն այստեղ ներկայացված է եւ հետաքրքիրը այն է որ դարեր շարունակ այստեղ ուրեմն մարդկությունը ապրել է բայց մարդը բնությանը համեմատաբար քիչ է գնաց Չբացահայտված Հայաստանի ավանդական եւ կարևոր առաքելություններից է համայնքների հոգեվոր առաջնորդների հետ հանդիպումը։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու պատվարժան հոգեվորականը, որ նոյեմբերյանում սիրված է հավատացյալ զավակների կողմից, պատմում է, որ համայնքը մեծ հոգեվոր ժառանգություն ունի։ Երջանիկ է, որ թորներին ու զավակներին եկեղեցու տանելու ավանդույթը մինչև օրս արմատացած է նոյեմբերյանցիների շրջանում։ 1991 թվականին երբ եկա այստեղ ես ծննդով տեղեցան նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղից եւ շատ հետաքրքիր պատմություն կա որ Սուրբ Սարգիս եկեղեցու հետ ծառայում էի ուրեմն մեծ տատիկներ կային որոնք կարոտ ունեին իրենք շատ տարիքով մեծ էին եւ իրենց թորներին կամ ծորներին ավելի շուտ ձեռքից բռնելով բերում են եկեղեցի նստացնում ասում են լսի Եվ ստիպում են կարծես այդ երեխաներին, որ անպայման լսեին։ Հետո ժամանակները երբ անցան, այդ տատիկները չկան, արդեն իրենց հոգին ավանդել են։ Հիմա մի հետաքրքիր բան տեղի ունեցավ, որ երեխաները իրենք են իրենց ծնողներին ստիպում գալու եկեղեցի ամեն կիրակի եւ պատարագին մասնակցել։ Շատ հետաքրքիր բան։ Կողքում կա մշկավանքը, որ հրաշալի վանք է, մեր բարձունքներում գտնվում։ Ճանապարհի մի քիչ խնդիր կա, երկե գնում եմ, բայց ոտքով նաև մեծ մեքենաներ են։ Բայց հրաշալի վանք է, հրաշալի տեղում տեղադրված եւ միշտ կարծես մեզ համար աղոթքի տեղ է եւ այցելության համար հաճախ պատգնացում ենք անում մշկավանք Նոյեմբերյանում կա հենց Սուրբ Սարգիս եկեղեցին, որ Դովեղ գյուղի եւ Նոյեմբերյան քաղաքի կարծես մեջտեղում լինի, անտառի մեջ տեղադրված եկեղեցին, որը հին եկեղեցի է, մոտավորապես 11-րդ դարի եկեղեցի է եւ ասում են, որ այդ եկեղեցին նաև Վրաստանից միշտ ուխտագնացները եկել են եւ ես տեսել եմ դեռևս լուսահոգի Գևորգ arczepiskopos Սերիատյանի ժամանակ, որ Վրաստանից ուխտավորները օր կար, որ ամեն ուխտի օրին Վրաստանից համայնքը, վրացական համայնքը գալիս էր Դովեղի Սուրբ Սարգիս եկեղեցի Հիմա բացահայտենք նոյեմբերյանի խոհանոցի նուշ պանկյունները։ Երբևէ ամենաանուշաբույր ապուրը վայելելու պատիվ մենք ունեցանք, որ պատրաստվեց վառարանի վրա, արդար յուղով, հացով ու ջրով։ Հացը այստեղ մինչ օրս համարվում է սրբություն, ու որպիսի որևէ հաց չթափվի ժամանակին ստեղծել են այս ապուրը, որի հետ տեղացիները հմտորեն համադրում են կարտոֆիլի բլեջը եւ հյուրերը կարող են զգալ գյուղական բերդավան բնակավարի համայն կատարյալ փունջը, որը անփոխարինելի է։ Առաջ հացը համարվել է սրբություն եւ խնայել են չորացած հացը այլ նպատակներով ճաշատեսակների մեջ են օգտագործել։ Իսկապես Հայաստանի դրախտային անկյուններից մեկն է, եթե ոչ առաջին տեղում գտնվող, եւ պատահական չի, որ Վիկտոր Համբարձումյանը երբ որ պատգամավոր էր ընտրում սովետական իշխանության ժամանակաշրջանում, երբ եկավ նոյեմբերյանում շրջեց, հետո ժողովրդի հետ հանդիպում ունեցավ, նա հայտարարեց, որ Նոյեմբերյանը
սա հայկական Կալիֆոռնիայի։ Ընդհանրապես գյուղի պատմությունը հավանաբար սկսվել է դեռ քարի դարից, բայց դե որպես ասենք բնակավայր, որը բավականին խիտ բնակեցված է եղել, դա եղել է արդեն բրոնզի դարում։ Որտեղ մեր գյուղի տարածքում կա բլուր, այդ բլուրի վրա եղել է բրոնզեդարյան ամրոց, բավականին լավն է եղել, բայց դե բնականաբար ժամանակն իր գործն արել է, մենք էլ անխնամ ենք մեր հարստությունների նկատմամբ, այդ ամեն ինչը ոնց որ թե հիմա դժվար է, այսինքն գիտնականի աչքը կնկատի, բայց սովորական մարդը կարող է գնա եւ չզգա, որ սա եղել է ժամանակին հզոր բրոնզեդարյան ամրոց։ Հիմա մեր ամենակարևոր առաքելությունը բացահայտել չբացահայտվածը, որպիսի բոլորին հրավիրենք այս անգամ նոյեմբերյան։ Պարզվում է նոյեմբերյանի բնակավայրերը բացահայտելու անհագ ցանկություն ունենք ոչ միայն մենք, այստեղ պարբերաբար հնագետներ են գալիս, փորձում ուսումնասիրել մարդու եւ բնության այս չտեսնված ներդաշնակությունը։ Եվ ահա հնագետ ամուսինները, որ ժամանակին պարզապես աշխատելու էին եկել, բացահայտումներից հետո որոշեցին ամեն ինչ թողնել ու տեղափոխվել ապրելու նոյեմբերյան խոշորացված համայնքում։ Մենք ուսումնասիրում էինք սրբավայրերը, մեծ պրոյեկտ էինք անում մեր հնագիտության վարչապետության ինստիտուտում եւ մեզ հետաքրքիր էր համայնք սրբավայր կապը, որ սրբավայրեր են կենդանի, որտեղ որ համայնքը ուխտագնացության է գնում եւ այլն, դա էինք ուսումնասիրում։ Իսկ այս տարածաշրջանը ընտրել ենք եւս մեկ պատճառով, որովհետեւ կողբը, ինչպես պարզվում է, քառակողմ կոթող ասած մշակութային ձևի հայրենիքն է։ Իրականում լավագույն ու հնագույն քառակողմ կոթողները ստեղծվել են հենց կողմում։ Դրանց բավականին մեծ զանգվածի պահում է պահենք 25 վանքում, որովհետև երկրորդ տեղումներ են կատարել, սկսվել է երկրորդ համաշխարհային պատերազմը եւ դրա հետևանքով, որպեսզի դրանք ոչնչանան, դե արդեն հողից հանված վիճակում, դրանք տարել է 25 վանքում պահել, հիմա էլ կարելի է գնալ տեսնել։ Բայց առհասարակ կողբի հենց հատկապես կողբի եւ առհասարակ այս տարածաշրջանի նոյեմբերյանի տարվետը մենք ունենք Բաղդադաշենում, ունենք Բարեկամավանում եւ այլն նույն մշակույթից այս է սրբավայրը, վալա, ուրեմն նայեք այս ներքևը, տեսնում եք Մարիամ Աստվածածին Իլիկը ձեռքին, սա հնագույն պատկերումներից մեկն է աշխարհում։ Ավետման տեսարան։ Ավետման տեսարանն է, երբ գաբրիել հեշտակապետը գայսը Մարիամ Աստվածածինը Իլիկը մանելուց հալիրում, ու սա շատ հազվագյուտ տեսան ու հնագույնն աշխարհում այս մասերը որ նայում եք, նրանք 4-5-րդ դարի գործեր են, այսինքն վաղ միջնադար ու վաղ միջնադարը կողբում ու տարածաշրջանի մարդասիրակ շատ հարուստ է։ Սա ճգնավոր մատուրն է եղել ժամանակին, ճգնավոր, որտեղ որ եկել են մարդիկ փոմ են վառել միջև այսօր էլ այդ ինչպես տեսնում եք մոմերի հետքերը եւ այլն պարբերաբար գալիս են, պտտվում են այս քարի շուրջը, որ նայեք հիմա այս քարը հավաքված է տարբեր ժամանակաշրջանի նյութերից, բայց այս ամենաներքևի մասը մենք ունենք վաղ քրիստոնեություն, որը նորից եւ այդ տարածաշրջանում շատ ծաղկուն վաղ միջնադար է եղել։ Առանց բացառության բոլոր քրիստոնյաները, հատկապես հայերը, աշխարհի տարբեր անկյուններից պարտավոր են այցելել եւ վայելել Սուրբ Մարիամ Աստվածածնի առեղծվածային քանդակը, որը իր մեջ հրաշքի գաղտնիք է կրում եւ հրավիրում օշնություն ստանալու։ Նկարահանումները ավարտեցինք Ղալինչաքար 12-րդ դարի ամրոցում, որ ժամանակին փրկության օրան է եղել մի ողջ ժողովրդի համար։ Անհասմի բարձունք, որի վրա հայ մարդը զգում է հայրենի հողի ողջ ուժը։ Վերստին սիրահարվում հայրենիքին, լցվում ազատության եւ հպարտության զգացումով։ Բացահայտենք նոյեմբերյան խոշորացված համայնքը։